Մենք իր հետ շատ կարճ էինք խոսում, ապահովելով իրեն։ Տան դռնում մտնելիս ինձ թվում է Իլյան հենց այդ պատշգամբուր նստած ինձ շփոթում է, ինձ է սպասում։ Ասեց, մամ, ես փրկվել եմ, կամիկաձեն կողքովս անցել ա ու ես փրկվել եմ։ Շատ դժվար է եղել, երբ երկու եղբայրներդ մարտադաշտում են, ավակ եղբայրը տուն է գալիս, բայց դու չես գրկում նրան, որովհետև սպասում ես մյուս եղբորդ։ Ես իմ ավակ եղբորն էլ չեմ գրկել, երբ վերադարձա պատերազմից։ Իլյանին էի սպասում։ Ես չէի ուզի հերոս որդի ունենայի, ինձ պետք չէր։ Թող ինքը լիներ սովորական մի տղա, չերևացող, թեկուզ շրջապատում չերևացող, բայց ողջ լիներ։ Իլյանը մեր ընտանիքում փոքր աղջկայից հետո ծնվեց 12 տարի անց մի հրաշք, որ մենք մեր ամբողջ ընտանիքում մի ուրիշ ուրախություն էր, որտեղ եղբայրն էլ քույրերն էլ արդեն մեծ էին։ 14 տարով փոքր էր ինձնից, ինձ համար ավելի շատ ինքը ավելի շատ եղբայր չէր, ավելի շատ զավակ էր։ Չարաճճություններ շատ էր անում։ Հոր պատիժն էլ նա էր, որ պիտի ձգումներ անի, իր ասենք կատարած չարացության դիմաց, ձգումներ էր անում ու ծիծաղելով հոր ասում, գիտես պապ, ես ավելի եմ ուժեղանում, նենց որ դու դրանով ես չես պատժում։ Ու երբ ես բացում էի մեր գյուղի տան դարպասը, առաջինը Իլյայի հայացքն էի տեսնում, իր թեք հայացքով շփոթում էր ինձ։ Ու ամեն անգամ տան դռնում մտնելիս ինձ թվում է Իլյան հենց այդ պատշգամբուր նստած ինձ շփոթում է, ինձ է սպասում։ Բոլորը հենց ասում էին Իլյա, իրան միշտ այդ խորհրդանշում էին որպես խաղաղ կերպարով, Իլյայի խաղաղ կերպարով։ 9-րդ դասարան ավարտելուց հետո ինքը որոշում է կայացնում, որ պիտի գնա Ստեփանակերտ Քրիստոֆոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան։ Ինքը որոշումը կայացնում է ու գնում սովորում մի տարի։ Այդ մի տարվա մեջ ճանաչվում է լավագույն զինվոր մարզիկ, մասնակցում է շատ մրցաշարերի, հնգամարտի այդ մրցումներում երկրորդ տեղն է գրավում հանրապետության մեջ։ Առաջին անգամ Իլյային ճանաչեցի 2017-ին, երբ ոտք դրեց առաջին անգամ վարժարան։ Բարձրահասակ, թիկնեղ, գեղեցկադեմ, զուսպ, լուրջ, զարմանալի հասուն այդ տարիքի համար։ Ծնողական ժողովների ժամանակ միշտ սպայական ու դասախոսական ամբողջ անձնակազմը Իլյային առանձնացնում էր իր ներսի խաղաղության, իր դաստիարակված ու հանգիստ մարդ տեսակով։ Ընդունվեց Արցախի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետի վոլեյբոլ բաժինը, բայց այդպես էլ չնստեց ուսանողական նստարանին։ Ընդունվեց եւ զորակոչվեց բանակ։ Մենք Իլյային բանակում զորամասում տեսել ենք ընդամենը մեկ անգամ։ Ինքը ոգևորված էր գոհեր ծառայությունից եւ հպարտ էր, որ հայոց բանակի սիմվոլ էր, դա արդեն մեր զրույցների ժամանակ զգացվում էր նրա ոգևորությունը։ Երբ սկսվեց պատերազմը, գյուղն էլ արդեն հրետակոծվում է։ Մենք իջանք ավտո տնակ, հետո տեղափոխվեցինք մոտակա գյուղերից մեկը։ Այդ ամբողջ օրվա ընթացքում Իլյայի հետ չեմ կարողացել կապի դուրս գալ։ Միայն ուշ երեկոյան զանգեց ու ասաց, որ ամեն ինչ լավ է։ Դրանից հետո 8 օր մենք Իլյայից տեղեկություն չենք ունեցել։ Խոսեց 8 օր անց, ասեց, որ վաշտի կեսը զոհվել են։ Ու այդ զոհված ընկերներին իրենք են հանել մարտի դաշտից վիրավորներին, ասեց, մամ, ես փրկվել եմ, կամիկաձեն կողքովս անցել ա ու ես փրկվել եմ։ Շատ հուզված էր։ Ես մտածում էի, որ պատերազմից հետո երբ ինքը տուն դառնար, այդ ամեն ինչը իր հոգում նստվածք է թողնելու, որ կորցրել է ընկերներին։
Իրենց ամիջական հրամանատարը հենց հադրութում զոհվում է ու տարբեր հրամանատարների մոտ են իրենք ընկնում։ Շատ դաժան պայմաններում դուրս են եկել շրջափակումից իրենց արժանապատիվ սպաներից մեկի օգնությամբ։ Հայկի Ղազարյան ապարանից։ Ինքն էլ է զոհվել, հենց ինքն է տղաներին հանել շրջափակումից։ Հադրութից հետո այդ տղաներին տանում են Մարտունի, էլի պատահական ինչ-որ մեկի հեռախոսով խոսում է, տեղեկացնում, որ Մարտունի է, հետո Մարտունից տանում են Խնձրիստան։ Այս ամեն ինչ, որ ես պատմում եմ, որոշ մասը իր զանգերից, որոշ մասը տարբեր տեղերից տեղեկություններ ենք իմանում։ Այդ Խնձրիստանում իրանց ուրեմն հարց են տալի, թե ով կգնա Շուշին պաշտպանի, 61 հոգի առաջ են գալիս, 61 հոգու շարքում Իլյան։ Վերջին անգամ մեր հետ խոսում է նոյեմբերի 6-ին, շատ երկար խոսեց մեր հետ, հետո ցանկություն հայտնեց հոր հետ խոսի, հայրը մնացել էր գյուղում, մեծ աղբոր հետ խոսի, նա էլ մատաղեսի դիրքերում էր կռվում։ Եկեղեցի էին գնացել մորս հետ, ճանապարհին զանգեց։ Շատ ուրախացանք, որ ձայն լսում ենք, որովհետև դրան 4 օր էր, դրանից տեղեկություն չունեինք։ Ասացի Շուշիում ես, ասեց վերևում եմ։ Չասաց որտեղ է իրականում, բայց գիտենք, որ իրենք արդեն Շուշիում են։ Հետո խնդրեց հորս հեռախոսահամարը, որ նրա հետ էր խոսել։ Ամբողջ պատերազմի ընթացքում, այդ 42 օրվա ընթացքում Իլյան առաջին անգամ է խոսել հորս հետ։ Քանի որ այն մյուս բարձրաստիճան հրամանատարն էլ զոհվում, իրանք մնում են այդ կամբատի հույսին ու Շուշիի մերձակայքում կռիվ են տալիս, այդ կամբատն էլ փախնում է տեղից, տղաներին թողում մենակ, գնում է Ստեփանակերտ։ Մենք որ ամսի 9-ից հետո սկսում ենք հետաքրքրվել, որ տեսնենք իլայից տեղեկություն կա, արդեն հրադադարը հաստատվել է։ Մի կերպ մի զինվորից այդ կամբատի համարն ենք ուզում, այդ կամբատը մեզ շատ տարբեր պատասխաններ է տալիս, խաբում է, թե հեսա գնում եմ Շուշի տղաներին բերեմ, չգիտեմ վիրավոր են, ինչ են, բայց փաստորեն ինքը Շուշի չի գնում, Ստեփանակերտում է մնում։ Ասենք այն զինվորները, որոնք ասենք շուտ հասցրել են դուրս գալ Շուշիից, իրանք մնում են ու կռվում են մեծ հույսով, հավատով։ Մեր տղաները իրար մենակ չեն թողել։ Իրենք մնացել են միասին պայքարել, միասին զոհվել։ Բարոյական տեսանկյունից հասկանում եմ այդ մարդկանց, որ իրենք ընտրել են կյանքը։ Մյուս կողմից չեմ հասկանում։ Եթե օգնության հասնեին տղաներին, գուցե այդքան զոհեր չունենայինք Շուշին։ Հենց պատերազմի վերջին օրը։ Շրջափակման մեջ են ընկնում տղաները, մեկին գերի են տանում մեր Մարտակերտի շրջանի Չլտրան գյուղից այդ տղան տանում են, քանի ամիս հետո նոր սպանած եւ Ջաբրայիլում թաղած են լինում, ծնողներին տեղեկացնում են, որ կան տանեն։ Ամեն մեկը մի ձևով է մեկնաբանում պատերազմի ողջ եղելությունը, այնինչ կատարվել է Շուշիում։ Պատմում են, որ իրենց դիմաց հայերեն խոսող բինծառայողներ են դուրս եկել, բայց պարզվում է ադրբեջանցիներ են եղել։ Հայեր են լինում, թե թուրքեր են, ահաբեկիչներ են, հայերեն խոսելով մոտենում են շրջապատում տղաներին, կռիվ են տալի։ Էմիլիայի մարմնի վրա դանակի հետքեր ա լինում, ինքը փաստորեն ձեռնամարտի մեջ ա մտնում դրանց հետ։ Պատերազմի վերջին օրը մենք չգիտենք, որ Իլյան չկա,
քանի որ նրանից տեղեկություն չունեինք, անընդհատ հիվանդանոցներում փնտրում ենք նրան։ Տարբեր տեղեկություններ էին շրջանառվում, անգամ Զեյթունի քննչական բաժին են գնացել, հարյուրավոր ծնողներ հավաքվել էին այդտեղ, որ իրենց զինվորների մասին տեղեկություն իմանային, բոլորը հիմնական հադրութի զորամասից էին։ Մեզ ոչ ոք ոչ մի ձև չի պատասխանել, թե ուր են մեր տղաները։ Այս խաչվզին ա եղել ու այն հույսով, որ ասենք թուրքը չի մոտեցել իրան, տանակով խփել են ինքն էլ կլինի նրանց վիրավորած։ Իլյան դիպուկահարի հարվածից է ով է գլխի հատվածում։ Մի օր զանգեցին եղբորս ու ասացին, որ 3 մարմին են դիահերձարան բերել։ Հետախուզական վաշտի տղաներից էին, մեզ ճանաչում էին, կարծում եմ իրենք են հանել Իլիային, այնտեղից ճանաչել են, ուղղակի չէին համարձակվում մեզ ասել, ասացին, որ գնանք դիահերձարան։ Ամուսինս Ստեփանակերտի դիահերձարանի մոտից ա գտնում։ Հայրս մտածում էր, որ Իլիայի մարմինը դեռ տաք էր, շապիկով էր, փոշոտ, առանց զրահաբաճկում, առանց սաղաբարտի, բուշլատով։ Գնաց և գտավ Իլիային այնտեղ։ Մենք Մարտակերտի շրջանի Մաղավուս գյուղում ենք ապրել ենք այնտեղ ու հիմա գյուղը չկա։ Մեր 44-օրյա պատերազմի ժամանակ մեր տունը հրետակոծությունից ավերվել է։ Ես էլ պատերազմից հետո անդադ գնում էի այնտեղ նստում, կարոտս էի առնում, քայլում իր քայլած տղերով։ Հետո կարոտում էի Իլիայի գերեզմանը, գալիս էինք ամեն ամիս մեկ էլ Իլիայի գերեզմանին, որ ծաղիկներ խոնարհենք։ Ես ու ամուսինս գնացել ենք գյուղ, այդ տան ավերակների մեջից գտել Իլիային պատկանող մեդալները, այդ սպորտի գծով որ ստացել է, իր նկարները, իրեր տետրերը, ու այդ ինչ ասեմ փլատակների տակից շատ բան էի ուզում գտնեի, այդ այս կարողացել ենք հանել ենք։ Ես 44 օր աղոթել եմ Իլիայի համար։ 44-րդ օրը ես իմ հավատը թաղեցի այն եկեղեցում, որտեղ 44 օր աղոթել եմ։ 3 տարի ես եկեղեցի չեմ մտել։ Եվ միայն 2023 թվականին մեջ ուժ եմ գտել մտնել եկեղեցի և Աստծուց ներողություն խնդրել։ Շատ դժվար է եղել, երբ երկու եղբայրներդ մարտադաշտում են, ավակ եղբայրը տուն է գալիս, բայց դու չես գրկում նրան, որովհետև սպասում ես մյուս եղբորդ։ Ես իմ ավակ եղբորն էլ չեմ գրկել, երբ վերադարձա պատերազմից։ Իլիային էի սպասում, 5 տարի ես չեմ կարողանում նրան ասել, որ ես շատ մեծ մեղք եմ գործել, որ նրան էլ եմ սպասել, ու ես երջանիկ եմ, որ ինքը ողջ տուն է վերադարձել։ Երևի մենք բախտավոր ենք, որ Իլիային ժամանակին են գտել ու իր տեսքով եկել հասել է մեզ։ Իլիային տեսել ենք բացել։ Դա ամենամեծ երևի երջանկություն է։ Երբ շատ պատահին մայրս ասում էր, Աստված մեղավոր չէ, Աստված մեզ էլ այսպես է հասցրել Իլիայի։ Հետո երբ սկսեցի գրել պատերազմի մասին, հասկացա, որ երևի այդ
այդպես հասնելը մեզ էլի երանություն է։ Եվ որովհետև ես կարողացել եմ գրկել իմ եղբորը։ Ես գրկել եմ համբուրել իմ եղբորը։ Դա երևի ամենամեծ երջանկություն է, երբ ծնողներ կան, քույրեր կան, որ չգիտեմ ում մասունքներն են իրենց տվել, որ հողին հանձնեն և թեթևություն զգան։ Ես չէի ուզի հերոս որդի ունենայի, ինձ պետք չէր, թող ինքը լիներ սովորական մի տղա, չերևացող, թեկուզ շրջապատում չերևացող, բայց ողջ լիներ։ Մեր տղաները հաղթելու և ապրելու երազանքով են կռվել։ Ոչ թե հաղթելու և զոհվելու, կամ պարտվելու և զոհվելու։